Մեզ միավորում է կարոտը, կարոտ, որ ծնունդ է առնում թանկ հիշողություններից, կարոտ, որ ստիպում է փոքրանալ խեղճությունից և անճարությունից երբեմն խենթանալ։ Իսկ էլ ինչ է ստիպում մեզ անել կարոտը, գուցե պատմել, այո հենց պատմել սիրելի մարդկանց մասին, այդպես ասես թեթևանում ենք, միջավայրը լցնում սիրելի մարդու ներկայությամբ։ Իսկ դուք հիշում եք կոնսերվատորիայի բարի ու փափուկ այս դասախոսին, Մարգարիտա Սմբատյանին կամ ինչպես ավելի հաճախ էին նրան դիմում Տիկին Սմբատյանին, Արազովնային, ով ավելի քան 3 տասնամյակ գարնանն առաջինն էր կոնսերվատորիան լցնում յասամանի բույրով։ Հիմա նորից գարուն է, էլի յասամանի հոտ է գալիս, չէ որ յասամանից էլ կարոտի հոտ է գալիս, ու երբ շնչում ենք, վերապրում ենք անցած գարունները, և որքան կարևոր են գարուն բերող մարդիկ, և որքան ցավոտ է նրանց բացակայությունը։ Եվ մեզ մնում է միավորվել կարոտի շուրջ, միջավայրը լցնել յասամանի բույրով և հիշել հայերենի ու ռուսերենի չգերազանցված մասնագետին, մարդուն, մեծ հավատով մայրիկին, սիրելի դասախոսին, հանրագումարում սիրելի մի մարդու, ով մեր հիշողություններում է և ամեն օր նորոգում է մեր կարոտը և ամեն օր իրեն հիշելիս ստիպում է ժպտալ ու լալ միաժամանակ։ Այդ մեթոդը չէր վրիպում, այս վրիպելու այդ տարբերակը ես տվել եմ ձեզ, не давать осечки։ Եվ այո, որքան էլ դժվար է ընդունել բնության օրենքը, մարդիկ պետք է գնան, իսկ գարունները շարունակ գալու են։ Ու կարևոր չէ, թե քանի գարուն կապրի մարդը, կարևոր է, թե քանի գարուն կհիշեն նրան։ Էլի գարուն է, էլի Մարգարիտա մայրիկի հետ, որովհետև հարյուրավոր մարդիկ, ընկերներ, ուսանողներ, հարազատներ, քանի գարուն ապրեն, այդքան դեռ կապրեցնեն այս անհավանական բարի տիկնոջ անունը, և ամեն անգամ յասամանի բույրը նորովի կտարածվի, լցնելով մեր սրտերն ու աչքերը։ Եվ ուրեմն մարդու բախտը չափվում է ոչ թե ապրած կյանքով, այլ մարդկության հիշողությունների մեջ մնալու տևողությամբ։ Ու կան ավելի սիրելի, ավելի կարևոր, ավելի թանկ մարդիկ, ովքեր նաև գրքանում են, դառնում բոլոր ժամանակների ներկա գարուններ, որովհետև նրանք ինչ-որ բան մեզանից ավելի լավ են արել։ Իսկ ինչ է մեզանից ավելի լավ արել Մարգարիտա Սմբատյանը, այնքան պարզ է, ավելի շատ է սիրել, և երբ ասում ենք, թե բոլորը նրան սիրում էին, ունի մեկ շատ պարզ բացատրություն, նա էլ բոլորին էր սիրում, և մնաց բոլորի սրտերում, և իր հողի և կրթօջախի պատմության մեջ, մարդկության պատմության մեջ, իբրև սիրո խորհրդանիշ, իբրև կենդանի հուշարձան։ Ինչպես ապրեց Մարգարիտա Սմբատյանը, բոլորին է հայտնի, բայց ինչպես ապրեց կյանքի վերջին օրերը քչերը գիտեն։ Ահա տեսագրություն վերակենդանացման բաժանմունքից, որտեղ նա շարունակում էր սովորեցնել իր ուսանողներին, դասախոսել կյանքի վերջին օրերին։ Предложено, думаю о ком о чем։ Հիմա նայ Այսօրից 13 օր անց 4 տասնամյակի դասախոսն ու հավերժ մարդը, բարության և սիրո խորհրդանիշը այլևս մեզ հետ չէր, բայց այսօր կրկին մարդու ու յասամանի բույր է տարածվել, և ուրեմն ֆիզիկական չգոյությունը դեռևս մահ չէ, և պատիվ նրանց, ովքեր պատիվ կունենան ապրելու սերունդների հիշողություններում։ լավ լինես։